Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Մեր ողջ երկիրը մտավ նախընտրական եռուզեռի մեջ, մեզ ընդամենը մնաց մի 10 օր, որից հետո մենք գնալու ենք քվեարկության եւ որոշելու ենք, թե հաջորդ 5 տարին ով է ղեկավարելու, կառավարելու մեր երկիրը։ Բոլորս բավականին լարված ենք, տագնապած ենք, չգիտենք ինչ է սպասվում, ըստ էության բավականին խայտաբղետ եւ մի քիչ էլ ապակողմնորոշող իրավիճակ ունենք այն իմաստով, որ 18 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին եւ մարդիկ դեռևս կան մարդիկ, որոնք չեն կողմնորոշվել։ Իհարկե այս վերջին մեկ շաբաթը բավականին ժամանակ է կողմնորոշվելու համար, սակայն մարդիկ պետք է նաև ինչ-որ չափորոշիչներ վերցնեն եւ դրանցով առաջնորդվեն, փոքր մանր հանգամանքները դնելով մի կողմ եւ կարեւոր հանգամանքների վրա կենտրոնանալով։ Այսօր մենք ես եւ մեր լրագրող հայտնի լրագրող Շաքե Ավոյանը միասին կվերլուծենք, թե ինչ է տեղի ունենում երկրում, ինչպիսի իրավիճակ է հիմա ստեղծվել եւ մենք ինչ ստարտային պայմաններով ենք գնում դեպի ընտրություններ։ Իհարկե, երևի պետք է սկսենք նրանից, որ քաղաքական ուժերը իհարկե մտել են բուրըն ընտրապայքարի մեջ, բոլորը գնում են մարզեր, հանդիպումներ են ունենում, հայտարարություններ են անում, խոսույթը բավականին ագրեսիվ է դարձել բոլոր կողմերից եւ հատկապես իշխանության կողմից, PR ակցիաներ են տեղի ունենում եւ պարզ չէ թե այդ բոլորը ինչպես է ազդում մեր հասարակության վրա։ Բայց ես ուզում եմ հատկապես շեշտը դնենք նրա վրա, որ այս իշխանությունը նախընտրական այս փուլում շատ ավելի ինտենսիվ ձևով է օգտագործում քրեա իրավական մեթոդները, հա։ Իհարկե միշտ է օգտագործել եւ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը մեծ սեր ունի քաղաքական հետապնդումների նկատմամբ եւ իր քաղաքական ընդդիմախոսներին միշտ են հետապնդել, հալածել, տարբեր քրեական գործեր հարուցել, բայց այս վերջի շրջանում ավելի հստակվել է, ավելի վեկտորը ավելի ուղղվել է դեպի ընդդիմադիր ուժերը եւ հատկապես այն ուժերի ուղղությամբ, որոնք մասնակցում են ընտրական այս process-ին։ Տեսնում ենք, լսում ենք իր խոսույթը, հա, ունեզրկելու եմ, սատկացնելու եմ, սպանելու եմ, կզսնելու եմ, ծակն եմ կոխելու, հա, վանդակում է անցկացնելու 10 տարին հաջորդ Ծառուկյանին ուղղված այսպիսի արտահայտություններ, բայց հատկապես կուզեի, որ խոսեինք այն մասին, որ քրեական գործեր շատ հարուցվեցին այս փուլում։ Բոլոր, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի գրասենյակներից մարդիկ են կալանավորված, մենք տեսանք Անդրանիկ Թևանյանի նկատմամբ մեղադրանք հարուցվեց եւ նրան կալանավորեցին։ Մի տեսակ մարդիկ կարծում եմ, որ բավականին շփոթված են այս իրավիճակում, որովհետեւ ոչ ոք չի ուզենա ի վերջո պետական դավաճանության մեջ մեղադրվող մարդկանց ընտրել եւ բերել իշխանության, չէ՞, այդ բնական բան է, բայց մյուս կողմից էլ հավատն է կորել, չէ՞, այդ քրեական հետապնդումների նկատմամբ։ Ունենք շատ բացառիկ իրավիճակ, ես բոլոր ընտրարշավները հիշում եմ, ինչպես դու, ինչպես մեր մի փոքր 30 տարի, չէ՞։ Բոլորը հիշում եմ, սա այսպիսի բան երևի ոչ միայն մեզ մոտ, աշխարհում էլ չի եղել, այսպիսի քարոզարշավ, երբ իշխանությունը հանդես է գալիս այս ծայրահեղ կարգավիճակում եւ մեթոդները անմեղության կանխավարկածը չի հարգվում բացարձակապես, փաստորեն վարչապետը դատավճիռներ է հայտարարում, իրեն դատավորի տեղ է դրել, իրեն դրել է քննչականի տեղ, այսինքն ինքը հենց որ ասում էր ես եմ կառավարությունը, հիմա շատ լավ դա երևում է։ Եվ ես չգիտեմ որ կզբաղվենք քեզնով։ Կզբաղվենք քեզնով, քո տունը կվերցնենք, կդարձնենք ծերանոց, բայց իսկ որտեղ է ապացուցված, որ այդ տունը գործարարը իր ազնիվ բիզնեսի միջոցներով չի աշխատել եւ կառուցել, ինչպես կարող է, եւ նա չկան կարմիր կապույտ կանաչ գծերը բոլորը հատված են, ընտանիք, ունեցվածք, արժանապատվություն, ամեն ինչ ոտնահարվում է եւ այսպես անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել եւ զարմանալիորեն ընդդիմությունը ավելի զուսպ է, ավելի իմաստուն է թվում, ես զարմանում եմ, որտեղ ֆոնին շահում է, չէ՞ շատ ավելի է շահում, այսինքն
իշխանությունը անում է հեղափոխություն, նորից ինքն իր հետ այսպես աշխատում է հեղափոխական ոճի իր ընտրազանգվածի հետ։ Սա բացառիկ բան է Գիտես, իհարկե, բայց տեսակետ կա, որ ինքը նաև դրանով այդ խոսույթով կարծես բյուրեղացնում է իր ընտրազանգվածին, փորձում է վերարթնացնել 18 թվականի այն բաները, հիշողությունները, այո, հենց դա է անում, ինքը գիտի որ մուրճը ձերքին հայտնվեց, չէ՞, վերջերս ընտրաշավի ժամանակ։ Ամեն ինչ կանի, ինչ հնարավոր է, շատ կրեատիվ է իրեն փորձում դրսևորել։ Ուրեմն ինքը գիտի, որ իր ընտրազանգվածը այս քարոզարշավի ընթացքում չի ավելանալու։ Նույնիսկ հնարավոր է որոշ մարդիկ այս պահվածքից ելնելով հիասթափվեն, որովհետև ինքն էլ չէ հասկանում։ Լրագրող է եղել, ինքը գիտի, որ այս ինչ որ ինքը ասեց չէր կարելի, ոչ մի կերպ չէր կարելի։ Եվ հասկանում է, բայց հիմնականում իր նպատակն այն է, որ ես կարծում եմ, նյարդ հաղորդի, էներգիա տա իր ընտրազանգվածին զգուշացնի, որ մենք սահմանին ենք, մենք ծայրահեղ դուք պետք է անպայման գաք ընտրատեղամաս։ Այսինքն այս ամբողջ քարոզարշավը իր կողմից նոր ընտրազանգված հավաքելու նպատակ չունի, որտեղ ով արդեն հեռացել է, ով չի հետևում այդ նոր ուսմունքին, որ ինքը ստեղծել է, նրանք չեն վերադառնալու դեպի իրեն։ Իր ընտրազանգվածին նյարդ հաղորդելու, ուժ տալու եւ վստահություն, որպեսզի գան ընտրատեղամաս։ Իսկ կարծում ես, որ դեռ կա այդ պահանջը հանրային, որ նախկինները պիտի նստեն, դատվեն, բռնվեն, պիտի Քոչյանը բանի հետևում լինի, հա KGB-ի պատվալում են մեկ ընդեղ են, մյուս ընդեղ։ Հետո գիտես, նաեւ ես մտածում եմ, ասում մարդիկ, որ հիմա լսում են, ասում է ծակն եմ կողելու Քոչյանին, բա չեն հարցնում, ասում, այ տղա ջան, 8 տարի ինչ է իրանում, բա ինչի չարեցիր։ Կարողանայիր արած կլինեիր։ Հետո ասում է Ծառուկյանին վանդակն եմ նստեցնելու չգիտեմ ինչքան ժամանակով, բայց ընդամենը մի ամիս առաջ Ծառուկյանին արդարացրել է դատարանը 6-7 տարի տևած դատական process-ից հետո։ Կասկածել, որ նա դա անելու է առանց դատարանի։ Օրինակ, կարելի է, չէ՞, արդեն մտածել, որ ինքը խոստացում է, ես խոստանում եմ, ես նրան փակելու եմ բանդակետ ու մեջն էլ ворց է լինելու։ Հիմա կարող է ընտրողը մտածել, որ սա հենց քրեական մշակույթի խոսույթ է։ Ինչպես է նա դա խոսում։ Ընտրողը կարող է հիշել, որ նա իր խոստումներից շատ-շատերը չի կատարել, այնպես որ կարելի է չանհանգստանալ, բայց եթե դա ասենք խոսքի մարդ է, խոստանում է, ինչպես է դա իրագործելու։ Ուրեմն դատական համակարգը մենք կարող ենք համարել տապալված։ Այսինքն ձախողումներից մեկը մենք կարող ենք գնահատել դատական համակարգը։ Ուղղակի գիտեք ինչ հետաքրքիր ինքը փորձարկում է կատարում քաղաքագիտության մեջ։ Ես վստահ եմ, ես հեղափոխության ժամանակ էլ էի վստահ, որ դա կհայտնվի ինչ որ դասագրքերում, թե ինչպես դա կատարվեց, ինչպես դա զարգացավ եւ ինչպես դա կատարվեց։ Ես վստահ եմ, որ ահա այս պահվածքը նույնպես կարող է դառնալ, ասենք, Նիկոլի սինդրոմ կամ ինչ որ մի այդպիսի բան, որովհետեւ ինչ է տեղի ունենում, այսինքն ձախողումները, անհաջողությունները, ողբերգությունները մարդը տանում է միջև վերջ ուսմունքի վերածելով։ Ուսմունքի է վերածում եւ հետևորդներ է հավաքում։ Մարդիկ ով իր հետ համախոհ են, այսինքն ինքը այլևս իրոք միակ մեղավորը եւ միակ պատասխանատուն չէ, որովհետեւ բոլորը ովքեր անդամագրվում են, այսպես ասած, այդ ուսմունքին, նույնիսկ ձայն են տալիս։ Ձայն են տալիս, այսինքն ինքը կարողանում է իր էներգիայով, իր այդ հիմնավորելու ձիճքով հիմնավորի անհաջողությունը եւ դարձնի այն ուսմունք, որ չէ, մենք այսպես ենք մտածում։ Այո, Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր, դա սխալ էր, դա պետք չէր անել։ Մենք հիմա փրկվել ենք, մենք հիմա թոքից ազատվել ենք եւ դա դարձնում է, այսինքն այն ինչի համար նրան պետք է մեղադրել, դա դարձնում է ուսմունք, դարձնում է եւ սա իրոք այսպես բացառիկ մի բան է, երևի ոչ մեկի մտքով դա չի անցել, էլի, այդպիսի բան։ Հետո եթե նկատեցիր, Շաքե, ինքը նաև սոցիալական բունտի է մղում, հա, բոլշևիկյան հեղափոխության տարրեր է բերում ասպարեզ, ասում է պերաշկի ուտողները պերաշկի ուտողներին պիտի ընտրեն, հա, ուզում է ասել, որ այո, աղքատ խավը պիտի ընտրի իր նմանին, իսկ ես ձեր նման եմ, այ դրա համար է ես պերաշկի ուտում, կուկուռուզ ուտում, չգիտեմ, բրդուճը տենց վայրեն ավարի ուտում։ Ինձ թվում է, որ այ մեկ-մեկ ինքը անում է ինչ-որ բան, որ մենք հասկանում ենք, ես եւ դուք եւ էլի մի քանիսը հասկանում են, պերաշկի է ուտում, որպեսզի պերաշկի ուտողները իրեն ընտրեն։ Բայց հետո ինքը դա ելույթում ասում է։ Եվ կարծես թե հետո ելույթից հետո գնում է սեղանի շուրջը ու ասում է, «Յո, այս ինչ սեղան եք գցե, բա իմ ելույթս հետ եղավ, ես ասում էի պերաշկի ուտողները մեզ պիտի պերաշկի»։ Ու անմիջապես երևում է, որ այդ ինքնաբուխ այդ խոսքը դա հատուկ այսպես ելույթ էր, բեմականացում էր, ոչ թե, այո, այսինքն ինքը սկսել է մի գործողությամբ նախորդ գործողությունը կարծես
փչացնել ամբողջ այսպես ողբերգությունն այն է որ մարդիկ ովքեր այդ ուսմունքին այսօր հետևում են նրանք չունեն այդ տրամաբանական շղթան որովհետեւ տեսնեն մեկը մյուսի հետևից համեմատեն հասկանան ու իրենց համար ակնհայտ դառնա որ սա իրոք բեմականացում է սա քարոզարշավ է որը նման է կյանքի ու մահվան պայքարի բայց այդպես չպետք է լինի այդպեսին չպետք է լինեն պաշտոնները մենք պետք է մի օր ազատվենք այն մտքից որ պաշտոնը այսպես գեր նպատակ լինի որևէ գործչի համար դա շատ ցածր է ինձ թվում ես ուղղակի չեմ կարող աշխարհում տեսնենք մի մարդ ձախողում է ոլորտը նա հեռանում է հեշտությամբ ինչու Հայաստանում պաշտոնյաները չեն կարողանում հեռանալ ընդ որում եւ ընդդիմությունն էլ է ծայրահեղ վիճակում ստացվում է ով չհաղթեց նա խնդրեմ ունի Ինքը չհաղթեց խնդրեմ ունի, որտեղ ընդդիմությունը արդեն պարզացնում է որ պատասխան է ստալու, ինքը մղեց այդ դաշտ, որ իրեն մյուս երեք խոշոր ընդդիմադիրներից նույնպես յուրաքանչյուրը ունի լուրջ անհանգստանալու բան, որտեղ մարդը պարզացում է ինչ է անելու։ Այսպիսի ծայրահեղ ասած կյանքի ու մահու ոնց որ ճամփաբաժանը չէ, հունիսի 7-ը ու չգիտենք թե դրանից հետո երկիրը ինչու է հայտնվելու։ Բայց գիտես, ես կուզեի նաև արձանագրենք, որ ի վերջո 8 տարի մարդը անընդհատ պառակտել, ատելության խոսք է տարածել, անընդհատ փորձել է թիրախավորել այս խմբին, այն խմբին։ Հիմա ասենք օրինակ վերջին շրջանում տեսնում ենք, որ նորից էլի վերադարձել է արցախցիների թեմային, փախածներ է անվանում հարցակվում է մարդու վրա, ասում է ինչու դու չես զոհվել, ինչու ես կենթանի մնացել, հետո այդ նույն մարդուն ով ընդամենը իրեն հարցեր էր տալիս, կալանավորում են, տանում են բանտ, չես հասկանում թե ինչու են այդ մարդուն մեղադրում, անցած օրն էլ ես ուշադրություն դարձրեցի այդ բրիֆինգի ժամանակ մեր լրագրողներից մեկը Վահե Մակարյանը հարց էր տալիս, մի քիչ հումորով, մի քիչ բան տենց ինչ որ բաներ ձևակերպել, որ ձեզ նաև կասկածելի արտաքինով, տեսքով, վարքով մարդիկ են պաշտպանում եւ այլն ու ինքը ինչ արեց ինքը թիրախ դարձրեց լրագրողին ու ասաց որ ես հուսով եմ եւ ես կարծում եմ որ հիմա մեծ թվով դատական հայցեր պիտի ձեր դեմ ուղարկեն այսինքն ինքը անընդհատ ատելության խոսքի ատելության եւ թիրախավորելու գործընթացներ է իրականացնում մենք այս շաբաթվա մեջ օրինակ մի հրապարակում ունեինք որ 5-րդ դասարանի աղջկան նոյեմբերյանի դպրոցում ուրեմն այնքան էին հալածել, թուրք անվանել, հարվածել, ծեծել, երեխուն վիրավորել, որ ստիպված ծնողները հիմա տեղափոխում են հրազդան են բերում, որ նոյեմբերյանի այդ դպրոցից հանեն երեխային։ Այսինքն ամեն մի տեսակ խոսք իր հետևանքն է ունենում։ Այդպես չի որ դու ասեցիր անցած անկախ իրենից նմանվում է իր ինչ որ ձևերով պատճենում է իր առաջնորդին։ Եվ արցախցիների դեմ այդ ատելությունը հենց այսօր ես գալիս եի այստեղ տաքսիով, ինձ վաղուց չի հանդիպել, իմ ծանոթների մեջ չկան այդպիսի մարդիկ, որ արցախցիներին որևէ կերպ թիրախավորել։ Ուղղակի չեն կարող լինել։ Հիմա տաքսու վարորդն ինձ ասում է ինչու ինչի փախան, ինչի չմնացին, կռվեին, թող զոհվեին եւ նույն բառերը այդ կեղծ թեզերը ես ուղղակի բուն են դրել մարդկանց ուղեղի մեջ։ Ես թե ինչպես կա։ Գիտեք, երևի ամեն հանրության մեջ դա կա։ Այդ փոքր տոկոս մարդը, որոնք ասենք արժեքներ չունեն, այսպես ասեմ, էլի վատ բան չասեմ, ինձ դատի չտան հիմա, չէ՞, ասեմ փորձում ենք մեղմ ձևակերպել։ Որոնք դատի տակ չմնելու համար ասեմ, որ որոնք չունեն արժեքներ, իրենց համար ինչ որ այլ բաներ ավելի կարևոր են, քան հայրենասիրությունը, հայրենիքը, արժանապատվությունը։ Ի վերջո թույլին վնասելը, թույլին պախարակելը, դա արդեն հայրենիքը կորցրած, տունը կորցրած մարդկանց, ամեն ինչ կորցրած մարդկանց, բա ինչի եկան։ Ու ես ամբողջ ընթացքում այդ մարդուն բացատրում եմ, որ եթե մեկ մարդու պես 100,000 մարդ վեր եկենում հեռանում է, դու չես կարող։ Ուրիշ բան, ասենք մի 40-ը մնար, 60-ը գնար, ասենք բայ նրանք ոնց են մնացել։ Հողը պահում են բոլորով։ Դու պետք է հասկանաս, որ ուրեմն այլ ելք չկա։ Ու հեռանում են հողից, որ իր 1000 տարով ապրել։ Ձեր Հայաստանի Հանրապետությունը, որը երաշխավորն էր այդ պետության անվտանգության, հրաժարվեց, հայտարարեց, որ մենք չենք անելու ոչ մի քայլ։ Ես չկարողացա բացատրեմ։ Դա հենց այդ աղանդավորական վիճակն է քաղաքականության մեջ, ինչն է շատ վտանգավոր։ Մարդը պետք է տեսնի, գնահատի, ինչի է 5 տարին մեկ ընտրությունը, որպեսզի 5 տարին մեկ գնահատես, լավ էր, վերընտրում եմ, վատ էր, ուրիշին եմ ընտրում։ Հիմա թվում է, թե ասած ինչ որ մի խավ կա, որը որոշել է, որ ընդմիշտ պետք է լինի նույն մարդը։ Ու իրենք չեն հասկանում, որ դա չի կարող նորմալ
նորմալ լինեն։ Ինչքան վատ է լինում Եթե կա դրանից խավ, որը ասում է գնում ենք մեր արևին տեսնենք, դա արդեն աննորմալություն է, որովհետև չպետք է մի որևէ պաշտոնյա լինի որևէ մեկի արևը։ Վերջին հաշվով այսպես չի որ Հայաստանը մի ծաղկուն դրախտ է։ Հազար ու մի խնդրեմ կա։ Գուցե հենց այդ պաշտոնյան էլ մեղավոր է, որ ինչ որ չենք խոսում այն ողբերգությունների մասին, աղետների մասին։ Սովորական կյանքում էլ մարդը պետք է քննադատական վերաբերմունք ունենա իշխանության նկատմամբ, որովհետև դու նրան պատվիրակում ես, նրան տալիս ես կառավարական առանձնատուն, նրան տալիս ես ավտոշարասյուն, նրան տալիս ես ամեն ինչ, ոչ թե պերաշկի, այլ շատ լավ սնվելու հնարավորություն պետական բյուջեի հաշվին, ինչը չեն տեսնում մեր սովորական այդ եւ արժեքներից մի փոքր թերացող մարդիկ դա չեն տեսնում, բայց չի որ մարդը իր տանն էլ է սնվում, այսինքն պերաշկիով է ապրում երկրի վարչապետը եւ դու ամեն ինչ տալիս ես, դրա փոխարեն նրանից պահանջում ես ավելի լավ կյանք։ Հիմա եթե նայում ես իրանց դեմքին, տեսնում ես որ ավելի լավ կյանք չունեն, 10,000 դրամ ավել ունեն, բայց ամեն ինչը շատ է թանկացել խանութներում, էլի իրենք մի տեսակ այն տեսքը չունեն, որ կուշտ կերած են եւ հագնված են եւ իրենց ատամները սարքած են, հասկանում եք, իրենք վատ վիճակում են, ինչ արև, ինչի մասին է խոսքը։ Աղանդի վերածել քաղաքական գործընթացը դա այնքան ցածր է արդեն, տհաճ զզվելի մի բան կարող եմ ասել, էլի։ Աղանդավորի պես ասում են, գնում ենք մեր Աստվածին տեսնենք, գնում ենք մեր արևին տեսնենք, ու դու զգում ես, որ այդ մարդու ընտրությունից պիտի կախված չլինի քո ճակատագիրը, որտեղ որևէ քաղաքական գործիչ քո արևը չի։ Եվ նաեւ քո արևը Աստվածը կողմից էլ անազնիվ է օգտվել այդ մարդկանց անգրագիտությունից, անտեղյակությունից, խավարի մեջ ապրելուց, իրենց այդ 10,000 դրամը, որ իրենց համար իրենց կյանքում մեծ բան է նշանակում, դրանից օգտվել, կամ այդ անվճար վիրահատությունները մի քանի ամիս անել, հայտնի չի թե հուլիսից հետո արվելու են, թե չեն արվելու դրանք։ Քանի որ այս իշխանությունը ոչինչի առաջ չկանգնեց, հետագայում պետք է օրենքներ լինեն, ինձ թվում է, օրինակ վերջին 6 ամսվա ընթացքում ոչ մի նոր բարեփոխում չգործարկվի, ոչ մի այդպիսի սոցիալական ծրագիր, ոչ թե վերջին 6, որպեսզի մարդիկ հասցնել, նախ այդ բարեփոխումը դա հրաշալի բարեփոխում է, ինչի մասին է խոսքը, բայց տրվեց այն պահին, գործարկվեց այն պահին, որ առաջին այսպես հոսքը գնում է, վիրահատվում է, գալիս է, հասցնում է, հետաձգում չկա, խնդրեմ չկա, 500,000 մարդ կա մեր երկրում այսօր, որոնց բոլոր օրգանները վիրահատության ենթակա են ըստ երևույթին, չեն գնացել երբեք բժշկի, չեն ծխել են, խմել են, իրենց լավ չեն պահել, շատ-շատերը նկատի ունեմ, տարիքով մարդ, ասենք 62+, 65+, բոլոր օրգանները պետք է բուժել, հիմա առաջանալու են հերթեր, այդ բարեփոխումը ցույց է տալու իր խնդիրները, բայց իրանք այն պահին գործարկեցին, որ դեռ չի հասցրել որևէ խնդրեմ ցույց տալ, հերթերը դեռ այդքան չի, եւ կան առաջին հրաշալի, այսպես ձնծաղիկները, որ ես վիրահատվեցի, դա հրաշալի բարեփոխում է եւ այնպես չի որ այդ բարեփոխումը հենց քաղաքացիական պայմանագիրն է հորինել։ Ամբողջ աշխարհում կա արդեն 1 տարվա համար հասանելի գումարը ավարտված է, սպառվել է։ Դա կերևա առաջիկային լրացիչ գումար են հատկացրել եւ բացի այդ ես անցած օրը կարդացի, որ Համաշխարհային բանկից լրացիչ վարկ է վերցնում իշխանությունը, որպեսզի կարողանա բյուջետային ծախսերը ապահովել։ Դե իհարկե, ուրեմն ամբողջ աշխարհի վարկ վերցնեն, որ աշխատավարձեր արդեն չեն կարողանում վճարել։ Ես կուզեմ մեր բոլոր հայ մարդկանց ինչ խնդրեմ ունեն, տանեն ձրի վիրահատեն, կյանքը փրկեն, ուղարկեն տուն, բայց ես հասկանում եմ, որ դա պետք է ստեղծել այդ արդյունքը, պետք է հասնել դրան, եւ հասկանում որ Հայաստանը դրան դեռ չի հասել։ Եվ ես չեմ հասկանում, օրինակ ես նայում եմ առողջապահության նախարարը հիմա հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ է ստանում ու ամենտեղ պարում է, այնպիսի ոլորտի մարդ, որտեղ օրական խնդիրներ կան, քաղցկեղով հիվանդ երեխաներ են մահանում, էս ալնում, այն ալնում, 1000 խնդրի մեջով ինքը դուրս է գալիս ամենտեղ։ Հանրահավաքում պարում է, ավտոբուսում պարում է, չգիտեմ, գնում է համերգ պարում է, փողոցում պարում է բեմի վրա։ Եվ դու հասկանում ես, Նիկոլի այդ վատ խոսույթին էլ հավանություն է տալիս, ամեն կերպ աջակցում է, դե գիտեք, ախր ինչպես պետք է այդ մարդը, հասկանում եք, մի քանի մարդու համար ինչպիսի հետաքրքիր դրախտային իրավիճակ, Խաթա Բալադայի մեջ որ ասում են հիմա ինչից է գոհ։ Իրանց մոտ ամեն ինչ իրենք դարձել են նախարարներ, չգիտեմ, ազգային ժողովի նախագահներ, փոխնախագահներ, ոչինչից, ոչ մի միլիոնների պարգևավճարներ ոչ մի աշխատանք եւ հարգանք պատիվը, բա իշխանության հենց միայն փողը չի, իշխանությունը նաեւ այն բոլոր բաց դռները եւ այլն։ Այս մարդիկ իրենց ոլորտ, ամենածանր ոլորտի մարդը կանգնում է ամենտեղ պարում է, բարեփոխում է արել եւ այլն։ Շուտով կերևա այդ բարեփոխման, այսպես ասած, ես կուզեմ լավ լինի, ես նորից կրկնում եմ, որ ես կուզեմ բոլորը եւ դա արվում է մեր հարկերով, դա արվում է հենց մեր գումարներով, չէ՞ պետական բյուջեից հարկերով եւ շատ վատ է որ չի արվել ավելի շուտ։
որպեսզի այդպիսի բարեփոխում գործարկվի, արդեն որպես տնտեսական լրագրող եմ ասում, շատ ճանապարհ պետք է անցներ հանրությունը։ Հենց թեկուզ նույնականացման համակարգը, որը 2000-ականներին գործարկվեց, այդ նույնականացման քարտը, ինչքան հանրությունը ավելի հետամնաց էր, թույլ չէր տալիս, հանրահավաք էին անում, այդ նույնականացման համակարգերի ներդրումը, որ դրանից հետո գար օրինակ նորմալ կենսաթոշակային համակարգներ, ոչ թե դուրս գային դա էլ փչացնեին տապա, այդ ամեն ինչի հետևանքն է, ոչ թե հետևանք, այլ արդյունքում պետք է մի օր հասնեինք, ահա այս առողջապահական համընդհանուր ապահովագրությանը, դա նորմալ է, բայց հիմա իրենք ընտրություններից 2 ամիս առաջ դա գործարկել են, ընտրություններից նախընտրական որպես PR, որպես ախր մարդիկ պետք է դա հասկանան, օրենքը պիտի արգելի, հետագայում օրենքը պիտի դա արգելի։ Գիտես, բայց անձամբ ես այդքան այդ Անահիտ Ավանեսյանի կամ այդ Բարելը ձեր քեզ չի ներվայնացնում։ Այդքան չեմ դրա վրա, ինչքան Սուրեն Պապիկյանի պահվածքն ու մասնակցությունը այս քարոզարշավին դա է ինձ նյարդայնացնում, որովհետև ի վերջո պաշտպանության ոլորտը հասկանում ես ավելի սոլիդ, ավելի լուրջ, պետության անվտանգության հետ կապված համակարգ է։ Ինչու է Սուրեն Պապիկյան ներքաշվել քարոզչական այս բանի մեջ, այս խառնաշփոթի մեջ, ինչ պետքա դու դրան մասնակից դառնաս, ստատուսներ գրես, լայվեր մտնես, ասենք Սամվել Կարապետյանի հասցեին ինչ-որ բաներ ասես, դա ինչքանով է դա քեզ սազական եւ առհասարակ այդ ոլորտը Արդյոք պետք չէր դա թողնել մաքուր մնա, զերծ մնա, ընտրական թողուբոհից, այո, ինչի համար մտցրեցին դրա մեջ։ Եվ ի վերջո այդ շքերթը, որ մայիսի 28-ին արեցին, 8 տարի մարդը շքերթ չի արել, ոչ մի ձևով չի նշել, ոչ մի միջոցառում չի արել, ոչ անկախության օրը, ոչ սեպտեմբերի 21-ին։ Հիմա հանկարծ հիշել է, որ պետք է դա արվեր սեպտեմբերի 21-ին։ Առաջին հանրապետության օրը շքերթ անելու ոչ մի իմաստ չկար։ Առաջին հանրապետության շքերթ չի սա, ընդհանրապես հաշվետվություն է ասում։ Ուրեմն դա էլ պետք է օրենքով արգելվի։ Եվ քանի օր արեցին, ամբողջ քաղաքը կատվածահար, բոլոր փողոցները փակ, այդ մեքենաները փողոցներում կանգնեցրած, հայտարարություն արեցին, որ կարելի բոլոր ոլորտները օգտագործել հանուն իրենց։ Այսպիսի անհավասար պայմաններ, օրինակ խոսում ենք, ես շատ եմ, չէ, մարզերով գնում եմ, մարդկանց հետ խոսում եմ, այս անգամ ընտրությունները չի կեղծվի։ Ես ուզում եմ իրենց ասել, որ ընտրությունները կեղծվում են։ Սա նշանակում է ընտրությունները, իրենք հավասար տեխնացուներ են, չէ։ Ասենք այդ գլխարկով, այդ բանով, բարձրախոսով գնում, մեկը հարցնում ո՞նց ես խոսում վարչապետի հետ։ Ոչ։ Դուք սովորական տեխնացու եք այդտեղ։ Այդ պահին դուք սովորական տեխնացու եք, ինչպես մյուսների հետ են գնում խոսում, եւ երբեմն նկատելի է, որ ուղարկված մարդիկ են գնում խոսում։ Այսինքն ինչ են, նրանք պետք է քարոզարշավի ընթացքում ընդհանրապես չպաշտոնավարեն, ոչ մի շքերթ չընդունեն, ոչ մի բան չգործարկեն, նոր սոցիալական եւ լինեն մյուսների հետ հավասար։ Բացի այն, որ բազմաթիվ լծակներ կան, նաև այս ամբողջ պետական բյուջեն, համաշխարհային բանկից ստացած գումար, ամեն ինչ դրսից այցեր, մարդկա դա հասկանում է եւ հասկանում է, որ սա ոչ մի բանի նման չի, բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ մի ահագին զանգված էլ չի հասկանում դա։ Եվ հիանում ասում, տեսեք ինչ արեց մեր համար։ Իհարկե մենք պետք է պայքարենք, որպեսզի սոցիալական համակարգը դառնա ավելի լավը։ Ինչ խոսք։ Մենք պետք է դրա համար պայքարենք, միշտ էլ բոլոր։ Հիմա գնացեք Ֆրանսիա։ Հենց հիմա երևի այնտեղ միտեղ գնացքները կանգնած են, գործադուլ է, հայտարարված գործադուլ մի քանի ժամանոց կամ օրանոց, մարդիկ ինչ որ բան են պահանջում իրենց կյանքի բարելավման համար։ Նորմալ է պայքարելը։ Բայց մենք տեսնում ենք, չէ՞ որ մենք այս պահին ընտրում ենք, բերում ենք իշխանություն, որի դեմ պայքարել հնարավոր չի լինելու։ Որովհետև նա գալիս է այն տրամադրությամբ, նա գալիս է այն ոգով, որ մանդատ ստանալուց հետո նրա դեմ պայքարել ընդհանրապես չի լինելու, անկառավարելի, մեզ պետք է պայքարել, այսինքն իշխանություն, որի դեմ հնարավոր կլինի պայքարել եւ փոխել, բարելավել, անընդհատ ինչ որ բարելավումներ պահանջել։ Գիտեք, ուղղակի ես լավ շրջելով ես նկատեցի, որ նույնիսկ ամենա այն, ասենց ասեմ, ցածր խավային դաս ինչ որ մի հատ sense բան ձևակերպում տամ անապահովներ եւ որ դու իր այդ կանգնում խոսում ես ու հարցնում ես ասում ես ինչից ես գո իսկ ինչից ես զուգում ես ինքը սկսեց ամաչել դու սկսում ես որ այդ մարդը ամաչում է եւ ես քիչ-քիչ sense նայելով ես տեսնում եմ որ նրանք ակտիվ են բայց նրանք շատ չեն
չի կարող պատահի, որ դա շատ լինի, հասկանում եք։ Ուղղակի շատ են ցույց տալիս, ամբողջ վատը այն է, որ նրանք գնալու են ընտրության։ Դու նկատում ես, որ նրանք այն հեղափոխության այդ բերկրանքը, որ ուզում են պահպանեն, դու նկատում ես, որ այս մարդը հաստատ գնալու ընտրության։ Գնում ես մի ուրիշի հետ խոսում ես, խելացի է, ամեն ինչից հիասթափված է, ողբերգություն է ապրում Արցախի համար, բայց ոչ էլ ուզում եմ մասնակցի, որովհետև մի անգամ մասնակցել է հեղափոխության ու դրա համար շատ ցավում է։ Հիմա ասում է, ես չեմ գնալու ընտրության։ Մենք ուղղակի պետք է այս վերջին մի շաբաթը Արմինե ջան ընդհանրապես մեր հանրությանը խնդրենք գնալ։ Ես իմ երազանքը միշտ եղել է ընտրություններով փոխվող իշխանություն։ Իհարկե։ Երբեք չեմ երազել արևի իշխանություն, դեռ իսկ որ իմ արևը իրանք չեն լինելու։ Մի հատ էլ խնդրեմ լինի, մի հատ հղիկին ընկնի մեքենայի տակ, ես այդ իշխանության դեմ պայքարելու եմ։ Այսինքն ես արև իշխանություն չեմ երազել։ Երազել եմ ընտրություններով փոխված եւ պրոֆեսիոնալներից եւ նաեւ պարկեշտությունը պահած, ամոթի զգացումը պահած, կարմիր գծեր պահող, այո, բայց երկրի համար ցավող, հա, ինչ ուզում եք խոսքս ավարտեմ։ Եթե մենք ուզում ենք հանրության իրական պատկերը տեսնենք, իրական, ես չեմ ասում, որ թող նրանք չգնան, թող Փաշինյանին ընտրողները չգնան իշխան, թող բոլորը գնան ընտրության, մենք տեսնենք հանրության իսկական պատկերը։ Եվ չլինի Երևանի ընտրությունների պես, որ շատ փոքր տոկոսը գնաց ընտրության եւ շատ փոքր տոկոսի դրական ձայնով ձևավորվեց քաղաքային իշխանություն։ Ես կոչ եմ անում մարդկանց գնալ եւ քվեարկել։ Հավանում են Նիկոլ Փաշինյանի ոճը, կառավարումը, թող գնան ընտրեն։ Ովքեր չեն հավանում, նրանք էլ պիտի գնան։ Եվ նույնիսկ պետք չի բախնալ հները էսա կգանելի էս նույնը չի լինի։ Նույնիսկ որ դու նայում ես այդ մարդկանց, տեսնում ես որ նույնը չի լինի։ Դա էի ուզում ասել, որ տես մեզ լսողները պիտի հասկանան, որ հունիսի 7-ից հետո եթե մնում է այս իշխանությունը, ինքը արդեն մեսիջները փոխանցել է, թե ինչ է անելու, հա, բացի այն, որ այդ կզացնելու, սատկացնելու, բերդը լցնելու եւ այլն, այդ չարած փոքրագույնն է լինելու։ Նախ որ ասում է պատերազմ կլինի, դա սուտ է, խափում է, մոլորեցնում է մարդկանց, հա, եթե նույնիսկ պատերազմի վտանգ կա, դու զենքեր արդեն ցույց ես տվել, ասել ես, որ մենք լիովին զինված ենք 170 չգիտեմ միլիարդ փոխեն, որ միշտ պետք է ինքը լինի, որ պատերազմ չլինի։ Եվ հետո ուրիշ բաների էլ ուշադրություն դարձրեք։ Գյումրիում ասում է, մենք Գյումրիում նոր ընտրություն ենք անելու, փոխելու ենք քաղաքապետին, այսինքն ինքը հաշտ չի ժողովրդի ընտրության հետ։ Մի մեծ քաղաք ընտրել է իր քաղաքապետին, ինքը հաշտ չի, ասում է, ես փոխելու եմ այս բանը։ Այս ընթացքում նաև խոսել է անկլավների մասին, ասել է, որ այո, մենք ունենք մեր տնօրինության տակ ադրբեջանական տարածքներ, որոնք դեռ պիտի հանձնենք Ադրբեջանին, հա, այնպես որ բոլորը պիտի իմանան, որ չի լինելու խաղաղ, հանգիստ կյանք չի լինելու, բարեկեցություն չի լինելու իրենց պատկերացրած Հայաստանը։ Որ արդեն երևում է, որ Ռուսաստանի հետ էս անընդհատ հարաբերությունները ուր հասցրեց, որ հիմա դա չգիտեմ կհասցնեն զգալ գյուղացիները, գյուղատնտեսական ապրանքի այս արգելքը կզգան, կհասցնեն զգալ, թե դա ընտրություններից հետո են զգալու, բայց երևաց, որ մի ստվար զանգված վնաս է կրելու։ Եվ այդ մարդիկ վարկեր ունեն, բանկային համակարգն է դրանից տուժելու։ Գիտեք, ես մտածում եմ, ինձ համար հիմա վերջին 1 շաբաթն է, ով որ 8 տարի չի կողմնորոշվել, հիմա այս մի շաբաթում ինչ պետքա կողմնորոշվի, ես չգիտեմ։ Կողմնորոշվել են, չեն կողմնորոշվել, պետք է գնան ընտրության։ Եւ այսպես է, կամ ընտրում են իշխանության, կամ ընտրում են ընդդիմություն, որոնք պետք է զգուշ լինեն, որ չընտրեն այն պսևդո այն անհասկանալի պսևդո ընդդիմադիրել չեն նրանք ախր, նրանք բարձ երևում են, չէ, ասում են, որ իրենք միանալու են իշխող ուժին, այսինքն նրանց էլ բացառենք կամ ընտրում են Նիկոլ Փաշինյանին շատ ընդդիմադիր են, բայց էլի փոշիացնողները նրանց էլ պետք չի ընտրել, այո, պետք է չփոշիացնեն, պետք է գնան եւ հստակ մենք հասկանանք այս հանրության որ մասը ինչի հետ է համաձայն։ Հանրության որ մասն է համաձայն, որ Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր։ Որ մասն է, ախր պետք է դա հանրությունը պետք է իմանա այս անգամ ընտրությանը միայն իրենց արևին չեն ընտրում։ Իրենք ընտրում են, ահա այս հարցերի պատասխաններն են տալիս այդ ընտրության։ Ճակատագրական սխալ էր արդյոք մեր ապրած կյանքը, Արցախյան շարժումը։ Փախածներ են մարդիկ, ովքեր կորնիձորով մի կերպ անցան 100,000 մարդը, դրանք փախածներ էին։ Համաձայն են արդյոք, որ կաթողիկոսին պետք է փոխի վարչապետը։ Այս դա էի ուզում ասել։ Նկատում եք, որ եկեղեցիներ չեն գնում, կաթողիկոսի թեմայով չեն խոսում։ Բայց ծրագրում գրել են, ով է կարդում։ Իրենց մարդիկ ծրագրեր են կարդում։ Մի պահ էլ ասել են, որ հունիսի 8-ից ինքը սկսելու է նորից եկեղեցու դեմ արշավը, դա պիտի որ
եկեղեցու դեմ արշավը չտվեց այն արդյունքը, ինչ իրենք, չնայած իրենք տանում էին մարդկանց, այդ նույն մարդիկ գալիս էին մայրաթորի մայրտաճարի դռները ջարդում էին, բայց դա փոքր խումբ, նա տեսավ, որ դա չստացավ, այսպես լայն արձագանք, այդ մասով, եթե ընտրվեց, ասելու է, ասել եմ, ինչ որ միտեղ ասել է, միտեղ է գրել է, ասելու է, ասել եմ ու դրա համար ինձ մանդատ է տվել, ու չի նայելու, ասենք հանրության քանի տոկոսի մանդատով է ինքը դա անում։ Ուրեմն, այո, ընտրության գնալով նաև դա են ասելու, համաձայն են, որ հայ առաքելական եկեղեցին այսպես անպատվության ենթարկվի ամբողջ աշխարհի աչքի առջև։ Համաձայն են դրան թե ոչ։ Օրինակ ես ուզում եմ հասկանալ, իրենք համաձայն են, որ օրինակ Վազգեն Սարգսյանը սպարապետ չէր, այլ սենց մոլորված ժողովրդին տարավ մահապարտների գնդով եւ այդ մարդիկ զոհվեցին 30 տարի էլ այդ թոքը մնաց մեր վզից կախված։ Համաձայն են դրան թե ոչ։ Այսինքն պետք է հասկանան, որ չեն ընտրում մի քաղաքական ուժ, այլ ընտրում են ուսմունք, կամ ընտրում են այս ուսմունքը, կամ մերժում են այս ուսմունքը։ Եվ պետք է հասկանան, որ ում որ ընտրում են, այդ հաջորդը չի լինելու իրենց արևը, չի լինելու իրենց աստվածը, լինելու է պաշտոնյա, պատվիրակված, որի դեմ մենք կարողանալու ենք պայքարել, երբ որ անհրաժեշտ լինի։ Պայքարել, երբ որ անհրաժեշտ լինի։ Մի բան էլ ասենք, որ եթե գործող իշխանությունը չանցավ, անպայման մենք ունենալու ենք կոալիցիոն կառավարություն, որի մեջ լինելու են շատ տարբեր ուժեր։ Շատ տարբեր հայացքների կողմնորոշման տեր մարդիկ են հավաքվելու, միմյանց փող զսպելու են, հակակշռելու են, միմյանց հսկելու են ի վերջո, հա, ու արդեն լրիվ իրավիճակ է փոխվելու երկրում։ Ես համաձայն եմ, այո, արդեն բարձր լեգիտիմությունը ինձ համար շատ վտանգավոր բան է։ Ես 18 թվականից հետո հասկացա, որ պետք է լինի 50 գումարած 1։ Այդպես պետք է լինի։ Թող լինի 51%, թող ոչ մեկը չունենա 60 եւ ավելի։ Մեկը կորցնելու են, ինչ որ մի մասը, որտեղ հանրությունը այդքան միատար չէ։ Բայց երբ որ իրենք ունեն 60, 70, 80% աջակցություն, իրենք այլևս սովորական պաշտոնյա չեն ընտրված, իրենք արդեն դառնում են միապետներ, դառնում են թագավորներ, դառնում են կառավարությունը ես եմ։ Ընդ որում, այդ բարձր վարկանիշը ուներ ոչ թե ամբողջ քաղաքական ուժը, այլ մի մարդ, ում հաջողվեց մոբիլիզացնել այդ հետաքրքիր հեղափոխությունը կազմակերպել։ Մի մարդ ձեռք բերեց այսպես մասսայական հավանություն եւ այդ լեգիտիմությունը ինքը օգտագործեց ահա այսպես, որ մենք հիմա լեգիտիմությունից սարսափում ենք։ Ինձ դուր է գալիս կոալիցիոն կառավարության գաղափարը։ Նրանք պետք է հակակշռեն իրար հետ։ Դա պետք է լինի առողջ բանավեճ, ոչ թե ինչ որ մենք հիմա ազգային ժողովում տեսնում ենք այդ խայտարակ կրկեսը, որ մենք տեսնում ենք բոլորի ելույթները, մեկը մի բան է ասում ընդդիմադիրներից, նրանք հերթով գալիս են ու սենց։ Ես շատ վաղուց չեմ նայում, որովհետեւ սապարկերի իշխանություն։ Դա ես վաղուց չեմ նայում, որովհետեւ հասկանում եմ, ընդդիմությունը բան ասած, հիմա էս ու գալիս են։ Ես կարող եմ ասել ով է գրանցված։ Այսպեսի բանավեճ, սա բանավեճ չի, սա գիտեք բամբասանքը դարձել է այսպես երկիր կառավարելու ձև։ Տհաճ է, ես ուղղակի հույս ունեմ, որ շատ շատերը, ովքեր հետևել են միջազգային զարգացումներին, այլ երկրների կառավարման փորձից տեղյակ են եւ այլն, այդ մարդիկ պետք է ապշեն, թե ինչա կատարում հիմա։ Սա ինչպես է կառավարվում այս երկիրը, հասկանում եք։ Ու ամեն անգամ այդ խղճահարություն առաջացնող ես կպատրաստ եմ կանգնել պատիտակ, գնդակահարության պատիտակ, ես պատրաստ եմ կանգնել, այո, եթե դուք ասեք, եթե 700,000-ով ասեք, իսկ եթե ընդամենը 50,000-ով ձեզ ընտրում են, 70,000-ով ձեզ ընտրում են, 700,000-ով պետք է ոչ ասեն, ես շատ հույս ունեմ, որ հանրությունը այդ օրը առավոտյան արթնանալու է եւ մտածելու է գնանք ընտրության։ Թող երևա իսկ մենք ով ենք, որ դեմ լինենք հանրության կարծիքին։ Այո, թող բարձր մասնակցությամբ, որ մեծամասնությունը առանց ճնշումների, սեփական կամքով ընտրում է։ Ուղղակի արդեն ճնշումները տեսնում եք։ Համեստի տեսանյութը նայեցի, դու համեստի շատ ուժեղ էր համայնքներից մեկում բերել են համայնքապետարանի աշխատողներին ու մի կին, այսպես երևի մակրուհին համայնքապետարանի ով է, իբր թե ինքը կարողանում է լրագրողին բան անել, էլի, հարցերին պատասխանել։ Հա, չէ, մենք ինքներս ենք եկել, համայնքապետը սկի չգիտի, լրագրողն ասում այնտեղ կանգնած է, ձեզ չի տեսնում, հա, տեսնում է, գիտի, ասես խառնել է լրիվ իրար ու բոլորը միաբերան դրած գորում են։ Համեստ, արի։ Չեն թողում խոսել, համեստն ասում է, համեստն ասում է, ուրիշ բան չեմ ասում։
ու ամբողջ այդ ուրիշ բան չասելու տակ երևում է ինչքան բան կա ասելու, էլի, որ ինքը չի ասում։ Այս կինը միամտաբար ցույց է տալիս, թե ինչպես են այդ մարդկանց այդտեղ բերել, ոնց են զգուշացրել ուրիշ բան չխոսակ, ընդհանրապես բան չխոսակ եւ ու հիմա ես ինձ ուզում եմ համեստը ինչ վիճակում է հիմա։ Ինձ թվում է իրան ասել են դու ընդհանրապես այլևս չխոսես։ Կարող աշխատանքից ազատացել լինել։ Հիմա դու ասում ես թող լինի, այտենց բոլորը կան ազատություններ։ Ես տեսնում եմ որ արդեն մենք ունենք ցավոք սրտի։ Մենք չունենք բայց դե պիտի դիմադրեն, Շակե ջան, հիմա նաև այս ճնշումներին պիտի դիմադրեն մարդիկ, հա, թեկուզ համենքապետարանում ասեն, հա, ԿՊ-ն կընտրելու գնան, այլ ընտրություն անեն, հա, պետք է իրենց իրական ընտրությունը թող անեն, էլի, ինչ որ ուզում են, վեր խաղա, որովհետև գիտես, ես շատ բան կարող ենք հիմա խոսել, թվարկել, թե 8 տարվա մեջ ինչ արհավիրքներ է բերել այս իշխանությունը, այս երկրի ու մեր ժողովրդի գլխին, բայց ես ընդամենը մի բան, մի նախադասություն եմ ուզում ասել, եթե դուք ուզում եք ունենալ երկրի ղեկավար, որը այսուհետ երբեք չի օգտագործելու կզծնել բառը, ուրեմն մի ընտրեք Նիկոլ Փաշինյանին, որտեվ այդ մի բառը բավական է, որ դուք գնաք ու ջնջեք այդ մարդուն, որտեվ այդ մի բառը արդեն այն գիծն է, որը պիտի ձեզ ասի, որ այս մարդը իրավունք չունի լինել երկրի ղեկավար։ Ախր մի բառ չի, ելույթները նայում ես, տեսնում ես շատ բառեր կան այդպիսի։ Ես որպես սիմվոլ եմ ասում այդ կզստելը, որովհետև իմ լեքսիկոնում չկա, իմ համար շատ տարօրինակ է դա, որ ընդդիմությունն էլ իր դեմ ասենք աշխատելիս ինքն էլ իր խնդրեմն ունի, տեսնում է որ ոճը այդպեսին է, պետք է մի քիչ ինքն էլ այդ ոճի մեջ մտնի, որովհետև որ պայքարում ես նույն զենքից պետք է իր լեքսիկոնով իրան են պատասխանում։ Մյուս կողմից, այո, իհարկե, մյուս կողմից դու տեսնում ես, որ որքան ավելի քաղաքակիրթ է իրեն դրսևորում ընդդիմությունը, որքան ավելի զուսպ է, բայց առաջ երբ որ ընդդիմությունը ինչպես է իրեն պահում, եթե հիշում եք, իշխանությունն է իրեն զուսպ պահում, իշխանությունը մոտ ամեն ինչ գլխի վրա շրջված է հիմա ընդդիմությունը բավականաչափ զուսպ է եւ ես ուզում եմ մի բան էլ ասել, որ այդ միֆերը, շատերը որ բաներ են պատմում, ես թվում է մեր երկրի մասին չի, ասենք Քոչարյանի ժամանակահատվածի մասին, բաներ են խոսում, որ ասում ժողովուրդ, այդպես չի եղել։ Դա այդպես չի։ Իհարկե մենք խնդիրներ ունեինք, հարցեր ունեինք տալու, մենք դժգոհ էինք շատ բաներից, բայց եւ բարեփոխումների առումով բազմաթիվ, որոնց հիմք է այս առողջապահականը, որ արել են նույնականացման այդ բարդ վատ ծանր բարեփոխումը Քոչարյանի ժամանակից է սկսվել։ Դա պետք է անցներ մի ամբողջ համակարգ դառնար, որովհետեւ մի օր էլ դու տենց հեշտ բարեփոխումներ գործարկես։ Եվ շինարարություն է եղել, եւ ճանապարհներ են եղել, եւ որ ասում են կլանը եկավ, ես ոչ մի Ղարաբաղ, ուրեմն նստել մտածել եմ, ես ոչ մի կարող դու հիշես, ոչ մի Ղարաբաղցի նախարար ես չեմ հիշել։ Դու Արցախցի նախարար հիշում ես Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում։ Ես չհիշեցի։ Եթե կային էլ ես չեմ հիշում։ Ես չեմ հիշում մի բան, որ ասեին այս հարցում Քոչարյանի կինը, որդին կամ աղջիկը կամ փեսան կամ եղբայրը մասնակցություն է ունեցել։ Դա էլ չի եղել, այսինքն պետք չի այդքան շատ միֆերին էլ հավատալ։ Միֆերի մեծ մասը հենց այս իշխանությունն է հորինել։ Պետք է նայել այսօրվա ծրագրերին։ Այո, իհարկե։ Մի խոսքով, հարգելի մեզ հետևողներ, խնդրում ենք մասնակցել ընտրություններին, լինել ողջախոհ, ստապ մտքով եւ այս բոլոր փաստերը դնել իրար կողքի այդ քվեարկության թերթիկը գցելուց առաջ։ Ես էլ պետք է ասեմ, որ որոշել եմ այսօր այս 7 օրը միշտ դա ասեմ, անընդհատ ասեմ, ուղղակի գնացեք ընտրության։ Ում որ հավանում եք, ով որ ձեր ճաշակով է, գնացեք ընտրեք։ Ուղղակի թող լինի հանրության մեծ մասնակցություն այս ընտրություններին։ Գնացեք, որ գնա, հա, տենց են ձևակերպ։ Դե կարող է գնան մնա, հասկանանք ինչ է լինում, էլի։ Գնացեք, որ գնա։ Գնացեք, որ գնա։ Մեր ցանկությունը դա է։ Այսօր այսքանը, կհանդիպենք։